Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, այսօր այցելել ենք հայրենական մեծ պատերազմի վետերան Արտաշատ Խոշորացված համայնքին պատկանող Գետազատ բնակավայրի բնակիչ 103-ամյա Վարոս Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, լավ եմ։ Ինչ կպատմեք մեզ հայրենական մեծ պատերազմի մասին, ձեր մասնակցության մասին։ Ինչպես եղավ, որ որոշեցիք գնալ պատերազմ։ Ես կոմերցական էի։ Երբ պատերազմը սկսվեց, դիմում գրեցի կամավոր վայնկոմատին, կամավոր մեկնեցի ծառայության։ Մեզ տարան Վրաստան։ Քանի տարեկան էիք, որ կամավորագրվեցիք։ 17 տարեկան էի։ Մեկնեցինք Վրաստան։ Ավչալա քաղաքը։ Հայտարարեցին, ով ռուսերեն գիտի, ես մի փոքր գիտեի։ Մատ բացվացեց, ասես գիտեմ ռուսերեն, անցեք ես կողմի վրա։ Դու հայտարարեցին, որ ուղարկում ենք ձեզ Թիֆլիս զինվորական ուչիլիշչա, արագացված կարգով։ Ուչիլիշչան 5 տարի էր, մենք 3 ամսում պետք է ավարտեինք։ Դու ես գնացի, ինձ ուղարկեցին հրետանային բաժինը։ 3 ամիս սովորելուց հետո Այդ որ թիվներ, պապիկ ջան, արդեն 41 թվականի նոյեմբեր ամիսն էր։ պատերազմը արդեն սկսվել է։ Շատ էր, հա, իհարկե, պատերազմը սկսվել էր։ Բայց ինչու որոշեցիք 17 տարեկան հասակում գնաք պատերազմ։ Դե կոմսոմոլի որոշեցի գնալ։ Հայրենիքի պաշտպանության հարցը կոմսոմոլների մոտ շատ բարձր էր։ Իսկ ընտանիքի անդամները ինչպես արձագանքեցին, չասցին տղա։ Նրանք դեմ չեղան, ասին, քեզ հաջողություն ենք ցանկանում։ Ինձ ուղարկեցին Անդրկովկասի զինվորական օկրուգի տրամադրության տակ։ Մի որոշ ժամանակ մնաց հետո տեղափոխեցին Հուսային Կովկասի զինվորական օկրուգ։ Այնտեղից արդեն սկսեց պատերազմական վիճակը։ Ինչպես էր ընթանում, հաջողությունները ավելի շատ ձեր կողմներ, թե թշնամու կողմներ։ Հաջողությունները թշնամու կողմներ։ Գերմանացիներն արդեն Հուսային Կովկասը գրավել են ամբողջ։ Թիֆլիսից 80 կիլոմետր էր մնում, որ մտնեին Թիֆլիս։ Այդ ծանր մոմենտին մենք արդեն պաշտպանում էինք Կովկասը։ Դուք մինչ օրս սովետական միությունը, հա, թեկուզ նախկին ձեր հայրենիքն եք համարում։ Իմ ամենաքաղցր, ամենապատասխանատու հայրենիքը եղել է սովետական միությունը։ Սովետական միության պես պետություն ոչ մի երկրում չի եղել։ Վարոս պապի, մի քիչ պատերազմի ընթացքից խոսենք, այն ժամանակվա զենքերը ինչպիսին էին։ Այն ժամանակվա զենքերը հասարակ Մուսենի հրացանն էր, Մուսենի 5 փամփուշտ էր տանում։ Մեկ պետք է զարաթկա լցնեիր կրակեիր։ Անտառներում էիք թաքնվում։ Թաղնել նայած որտեղ, անտառների մեջ, տների հետևում։ Պահում ենք, մենք մեզ պետք է պահեինք։ Եթե ես չպահեի, կենթանի չէի մնա։ Ռազմաճակատ բաժանվեց առանցին ռազմաճակատների։ Առաջին ուկրաինական, երկրորդ ուկրաինական, երրորդ բելարուսական եւ այդպես։ Ես ընդգրկվեցի երրորդ բելարուսական ռազմաճակատի կազմում, որի հրամանատար էր գեներալ Չերնախովսկին, սովետական միության հերոս Չերնախովսկին։ Մի ոսկի մարդ էր այդ մարդը։ Նու կրվելով հասանք մինչև Վարշավա։ Նու գրավեցիք Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, այդպես։ Պատերազմ։ Այսինքն նվաճումներ էլի սկսեցիք ունենալ։ Մենք մինչև 42 թվականի կեսերը անհաջողությունների մեջ էինք։ Մեր բանակ անընդհատ նահանջում էր։ Իսկ ինչը փոխվեց, որ հետո սկսեցիք Ինչը փոխվեց։ Փոխվեց Մոսկվայի ճակատամարտը, Ստալինգրադյան ճակատամարտը։ Օրինակ գերմանացիները որոշել էին 41 թվականի նոյեմբերի պարադն անցկացնել, հաղթանակի պարադը անցկացնել Մոսկվայում։ Դա նրանց որոշումն էր, Հիտլերի հրամանն էր։ Բայց Ստալինը այդ խելացի գլավնա կոմանդուշին
Այդ նույն օրը պարադ անցկացրեց Մոսկվայում եւ պարադի զինվորները պարադից գնում էին դեպի ռազմաճակատ։ Իսկ դուք անձնապես ինչպիսի նվաճումներ եք ունեցել պատերազմի ընթացքում։ Պատերազմը ես հրետանավոր էի։ Տանկ էինք խփում։ Մեր նպատակն էր տանկերը ոչնչացնել, գերմանական տանկերը։ 17 տարեկանում զորակոչվեցիք, հա, կամավորագրվեցիք, գնացիք պատերազմ։ Ձեր առաջին տանկը, որ շարքից հանեցիք, ինչպիսի էմոցիաներ արթնացան ձեզ մոտ։ Ես ուրախացա նախ առաջի այդ հաջողություններից հետո ստացա կարմիր աստղի իշխանության։ Հետագայում ստացա խիզախության համար։ Պարոս պապ, իսկ ձեզ ով ասաց, որ պատերազմը վերջացել է, հրադադար է։ Լևիտանի ձայնը մենք լսեցինք, հաղորդավար Լևիտանը, որի գլուխը գերմանացիները գնահատել էին $1 միլիոն, ով Լևիտանին տաներ։ Այն բարձր հատուկ խոսող էր, արտաշխատել եկավ այդ Լևիտանը, մեր ստադիոնում ելույթ ունեցավ։ Վարշավայում մենք լսեցինք ռադիոյով, որ ֆաշիստական Գերմանիան զենքերը վայր է դնում եւ իրեն ճանաչում է պարտված սովետական միության եւ դաշնակիցների զորքերի առաջ։ Մեր պալիտադել վրացի էր, գեներալ գնդապետ Ակչուրինը, մի հոյակապ մարդ էր։ Ես իրեն հետ շատ մոտ էի։ Ասում էր Սաշա լեյտենանտ, հենց պատերազմը վերջացավ, քեզ ուղարկում եմ տուն։ Գեներալի խոսքը։ Վիլնյուսում պատերազմը վերջացավ Վարշավայում։ Եկանք Վիլնյուս, կանչեց ինձ, ասա քեզ ուղարկում եմ հայրենիք։ Աղջկաս եւ գնացս կտանաս Թիֆլիս, ընդդես դու գնաս ձեր տուն։ Ուրախացա, ոչ ուրախանամ։ Թե քանի տարի չեք տեսել ընտանիքի։ Քանի տարի եք բացակայում։ 4 տարի։ Եկաք տուն, ընտանիքի անդամները ձեզ ինչպես դիմավորեցին։ Ահ, ինչպես դիմավորեցին։ Ուրախացել էին շատ։ Ուրախ, ոչ թե ընտանիքի անդամները, ամբողջ գյուղն էր ուրախացել։ Բանակից վերադարձա, կոլխոզի նախագահան ինձ նշանակեց պահեստապետ, որպես ֆրոնտավոր։ Հետո իմ բարեկամները զրուցելուց հետո ասին հրաժարվի, պետք չի քեզ պահեստը, գնաս սովորի։ Ես գնացի Երևան, ընդունվեցի մանկավարժականի համալսարանը, պատմության ֆակուլտետ, ավարտեցի 4 տարի հետո։ Ինձ ուղարկեցին Գետառածի միջնակարգ դպրոց որպես պատմության ուսուցիչ։ Նու եղա ուսուցիչ, դիրեկտորի տեղակալ, դիրեկտոր, մինչև 68 թիվը։ Ձեզ գյուղում ընկեր Ավետիսյան են կոչում բոլորը։ Հա, ինձ ընկեր Ավետիսյան են, մեծից փոքր, այդ 4 գյուղերում։ Ձեր հետագա կյանքի ընթացքը ինչպես դասավորվեց, ամուսնացաք, երեք։ Ամուսնացա, ես դպրոց սովորելու ժամանակ սիրահարվել էի։ Հա։ Լիզայի հետ։ Լիզա էր անունը։ Ձեր դասընկերն է։ Լիզա էր։ Դասընկեր էր ձեր։ Այո։ Եվ Ձեր կողքին էր։ խոստացավ, որ ոչ մեկ հետ չամուսանա կսպասի քեզ։ Մարդը սպասեց մինչև վերջ եկանք պարկասում։ Չէ, պատերազմից եկաք, ասացիք Լիզա ջան եկել եմ, հա։ Հա, եկա գնացի սովորեցի, ասավ նախ գնա ավարտի։ Հա։ Խելոք գիներ։ Ավարտեցի, բարձրակուն կրծուն ստացա։ Եկա նոր ամուսնացա։ Պատերազմից, հա, ռազմաճակատից նամակներ ուղարկում։ Ուղարկել եմ, բայց նա չի ստացել, ոչ էլ ես էի ստանում։ Հա, ինքն է ձեզ ա ուղարկել նամակներ։ Երանգում նամակ էինք գրում, ուղարկում էինք։ Դե, Հա։ 1000-ից մեկ չէր ասում, էլի մեկ հասել էր նամակը։ Ձեր Բայց նամակը նման սեր, որ այդքան տարից է սպասել է ու լուր չունենալով իսկապես շատ եզակի դեպք է կարծում։ Ես հույս չունեի, որ կսպասի, երբ կիմանա մահացել եմ, զոհվել եմ։ Բայց գիշեր ցերեկ մտածում էիք, չէ՞։ Իհարկե մտածում էի, ոնց, բա, այն զենքի տակ մտածում էի։ Յա Լիզան ինչ անում։ Լիզայի սերն է ձեզ ուշ տվել։ Հա։ Լիզայի սերն։ Այո, այս դրա սերը ինձ
ուստես որ կենթանի մնացի ես։ Ծերության օրերին էլ էր ձեր սերը այդքան քաղցր բուրըն, ինչպես որ Հայ, շատ։ Իսկական սիրած գիներ, իսկական։ ձեր առաջին սերն էր։ Իմ առաջի սերն էր եւ մինչեւ վերջել մենք իրար սիրել հարգել ենք։ Փառքասը։ Ունեմ 50 թոռ ունեմ։ 50 թոռ ունեք։ Այո, 50 թոռ ունեմ։ 10 հատ թոռ ունեմ։ Պարոն Պապիկ, մի փոքր էլ խոսենք ձեր մեդալների մասին, որոնք որ ձեր կատարած աշխատանքի վառ ապացույցներն են, կասեք մեզ։ Մեդալները Կոչումներ, մեդալներ ունեք։ Կարմիր աստղն եմ ստացել տանկերը ոչնչացնելու համար։ Հայրենական մեծ պատերազմի առաջին եւ երկրորդ հաստանշաններ։ Դա սրանք տարբեր բաների, քաղաքներ, բաներ գրավելու ժամանակ տվել են էլի։ Իսկ կոչումների մասին ինչ կասեք։ Կոչում եղել եմ Մլաչի լեյտենանտի կոչում եմ ստացել, պատերազմի ընթացքում հասել եմ մինչև ավագ լեյտենանտի կոչում, եկել եմ ստեղ կապիտանի կոչում եմ ստացել։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր հիշողություններով եւ պատմությամբ մեզ հետ կիսվելու համար եւ ձեզ առողջություն ենք մաղթում ու ուզում ենք, որ միասին բոլորս նշենք ձեր նաեւ 104-ամյակը, 105-ամյակը եւ այդպես 110, 15, ինչու ոչ։ Ես ինչքան ուզենամ կապրեմ։ Իսկ ինչքան եք ուզում որոշել։ Իսկ ապրելու համար գիտես ինչ է պետք։ Առաջի հերթին լինել համբերատար։ Հաջորդը հարգալից վերաբերվել բոլորի նկատմամբ։ Նույնիսկ քո թշնամու հետ հարգալից պետք է վերաբերվես։ Ինչքան բարի լինեք, ել եմ կրկնում։ Այն մարդը, որ բարի է, սրտում չարություն չկա, նա երկար կապրի։ Չար չլնեք։ Դա իմ բարի խորհուրդն է ձեզ։ Բարի եղեք։ Նույնիսկ այն ատելի մարդու հետ բարի եղեք, բարի վերաբերվեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Ցանկանում եմ ձեզ քաջարողություն, Վայոց Պապիկի պես ապրեք 100 տարեկան, թորներով, ծորներով ձեր նպատակին հասնեք։ Շնորհակալ Շնորհակալ ենք Վարոս Պապի։